Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը և շատ հետաքրքիր նկարչական ուղղության մասին ենք հիմա խոսելու։ Եվ այսպես, հունիսի 3-ին Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանի հետ համատեղ կկայանա Art and You արվեստի ստուդիայի սաների մանկական ստեղծագործական ցուցահանդեսը նվիրված երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան։ Ցուցահանդեսում կներկայացվեն երեխաների աշխատանքները ծնված ազատ ստեղծագործական և խաղային մթնոլորտում։ Եվ այս առիթով մեր տաղավարում են Լուսինե Բարխուդարյանը, համակարգչային դիզայներ ստուդիայի հիմնադիր, Քրիստինե Վարդանյանը, բեմանկարիչ, դիզայներ, ուսուցիչ և ստուդիայի սաները Եվա Դալաքյանը և Մարիա Պողոսյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Շնորհակալ եմ, որ այսօր առավոտը սկսում եք ինձ հետ միասին, որովհետև թեման ինձ շատ է հետաքրքրել, երեխաների և առասարակ ստուդիայի ուղղությունը ջրաներկ, ճիշտ եմ հասկանում։ Չէ, ես հիմա ավելի բացեմ, բազմապրոֆիլ է, և այսպես ասեմ, ստուդիայի ստեղծման առաջին իսկ պահից մենք կարևորել ենք տարբեր տեխնիկաներով աշխատելը, քանի որ հիմա շատ տարածված են գադջետները և արվեստի դերը երեխայի կյանքում շատ ենք կարևորում, դրա համար, որպեսզի հետաքրքրություն առաջացնենք երեխայի մոտ դեպի ամենագեղեցիկը, դեպի կատարյալ արվեստը, մենք որոշել ենք աշխատել շատ տարբեր տեխնիկաներով, որոնցից մեկը դա ջրային նկարչությունն է, Էբրո, որը նույնիսկ կարելի է ասել արտ-թերապիայում է շատ օգտագործվում և իհարկե մեզ համար մի մեծ երջանկություն է, երբ որ երեխան նկարում է, ինքը չի կառավարում այդ պրոցեսը, որովհետև ներկը տարածվում է և շատ հիացած հայացքներ ենք տեսնում, երեխաներին դուր է գալիս և բացի այդ հետաքրքիր նաև այսպես փաստ Էբրոյի մասին, որ պերֆեկցիոնիզմ ունեցող մարդիկ շատ հաճախ այդ արտ-թերապիայից են օգտվում, որպեսզի քանի որ պրոցեսը չես կարողանում կառավարել և ինքն է ամբողջությամբ տարածում, դա բավականին օգտակար է։ Ես ինքս լինելով պերֆեկցիոնիստ, հենց հիմա դիսկոմֆորտ զգացի, երբ ես չեմ կառավարում իրավիճակը, այլ ինքն իրան տարածվում է։ Շատ լավ, բայց ջրային նկարչությունը, ինչպես նշեցիք, ինքը հունիսի 3-ի ցուցահանդեսի հիմնական և ոչ։ Տեսեք, մեզ մոտ ստացվեց այնպես, որ մայիս-հունիս ամիսները բավականին ծանրաբեռնված են։ Ջրային նկարչության հետ կապված հունիսի 1-ին Երազայգում շատ մեծ հետաքրքիր միջոցառում է լինելու, Լիլիթ Ադամյանն է կազմակերպել, որտեղ մենք ներկայանալու ենք մեր տաղավարով և հենց այդ օրը լինելու է ջրային նկարչություն։ Իսկ ինչը վերաբերվում է հունիսի 3-ին, այդ օրը մենք ունենալու ենք շատ շքեղ մեծ գեղեցիկ միջոցառում, որտեղ ներկայացված են լինելու երեխաների լավագույն աշխատանքները, թե ջրային նկարչության տեխնիկայով, թե գրատաժ տեխնիկա, որը մեր երեխաները էլի շատ են սիրում, գրատաժ դա քերելու տեխնիկան է և էլի շատ հետաքրքիր է և արդեն մեր ավանդական տեխնիկաները, որը բոլորիս են, այսպես ասած հայտնի։ Շատ լավ, քանի որ ջրային նկարչությունը հենց առանձնահատուկ էր ինձ հետաքրքրել, ես անդադ այդ ուղղությամբ էի գնում, հասկացանք, որ Երազայգում գոնե թե միայն դրանով է զբաղվել։ Այո, Երազայգում միայն ջրային նկարչությամբ է զբաղվել։ Դա այնտեղ է, որտեղ պետք է գնալ։ Միանշանակ, մեծերը չնայած գրված է, որ փոքրիկների համար է, բայց բոլորին կարծում եմ շատ կհետաքրքրի և առօրյան հագեցած կանցնի։ Շատ լավ, հիմա խոսենք մի փոքր դասավանդման մասին, ինչքանով է ձեզ համար շատ հետաքրքիր, անհանգստացնող, կոմֆորտ երեխաների հետ աշխատելը և ինչ եք ձեզ համար բացահայտում, երբ երեխաների հետ աշխատում եք։ Շնորհակալություն հարցի համար։ Առհասարակ արվեստի հետ շփումը մարդուն դարձնում է էլ ավելի բովանդակալից։ Մենք էլ մեր արվեստի ստուդիայի հետ մեկտեղ մեր համար շեշտադրել ենք դասապրոցեսները դարձնել ավելի այդպես երեխաների համար հարմարավետ, ուսուցողական և ամենապրոֆեսիոնալ մակարդակի փորձում են գիտելիքի փոխանցումը կատարել և այդ պրոցեսը անշուշտ տեղի է ունենում նաև հակառակը և մենք դասավանդում ենք և սովորում ենք միառժամանակ, քանի որ երեխաները շատ ժամանակակից են, շատ ավելի ըմբռնող են, ավելի նպատակասլաց են, դա նրանց ամենամեծ առավելությունն է ժամանակի հետ զուգահեռ և մենք ջանք և եռանդ չենք ներդնում ենք առավելագույնը անելու համար և լավագույնս ներկայացնելու համար ստուդիան և մեր երեխաներին։
Քանի երեխա կա ստուդիայում։ Ստուդիայում հստակ քանակ չեմ կարող այս պահին նշել, որովհետև վերջի շրջանում բավականին ակտիվ է հոսքը եւ ցավոք ադմինիստրատիվ աշխատանքը չեմ հասցնում լիովին տեղեկացված լինել, բայց բավականին շատ մենք ամեն օր ունենք ինտենսիվ դասեր, այնպես որ եւ գիտեք, անկեղծ եմ ասում, ի սկզբանե ստուդիան հիմնադրելու հենց առաջին իսկ պահից շատ կարևորել եմ որակը եւ երբեք չեմ մտածել, որ ես դա անում եմ, ավելի կոպիտ արտահայտվեմ որպես բիզնես։ Ավելի շատ դա իմ կյանքի երազանքներ եւ ես կարևորել եմ, որ հենց այդ արվեստի միջավայրը, որտեղ պատերը ներշնչված լինեն արվեստով, մեր ստուդիայում երեխաները լսում են դասական երաժշտություն յուրաքանչյուր դասին, հետաքրքիր պրոյեկտներ ենք ունենում, շատ հաճախ գնում ենք թանգարաններ, նույնիսկ ֆիլհարմոնիկ, ազգային ֆիլհարմոնիկի հետ համատեղ շատ հետաքրքիր երեխաները նկարում էին երաժշտությունը լսելուց, որովհետև արվեստը առհասարակ ես չեմ տարանջատում, լինի դա գրականություն, լինի դա նկարչություն, թե երաժշտություն, մեկը մյուսի հետ փոխկապակցված է եւ փորձում ենք այդ ամենը համատեղ, նույնիսկ շատ հաճախ երեխաները չեն հասկանում, որ իրենք գալիս են ոչ միայն նկարչության, հա, իրենք այնտեղ եւ լսում են հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություն եւ մենք պատմում ենք, ենթադրենք հեքիաթ իրենք նկարում են եւ այդպես մաքսիմալը փորձում ենք տալ մեր ապագա սերնդին, հա, այսպես ասած։ Մեր հարաբերությունների հիմքն էլ դնում ենք ընկերության վրա եւ երեխաների հետ ամենաջերմ ու բարի հարաբերությունների մեջ ենք, քանի որ կա այսպիսի մի խոսք, սովորում են նրանից ու վերցնում են նրանից, ում սիրում են, այդպես մենք այդ ջերմությունը տալիս ենք եւ փոխադարձ հետ ենք ստանում։ Ինչպես են ձեզ դիմում։ Ընկեր Քրիստինը։ Ահա, ընկեր Քրիստինային սիրում եք երեխեք։ Այո։ Շատ լավ, դե հիմա պատմեք, քանի տարի է զբաղվում եք նկարչությամբ եւ ինչն է հատկապես ձեզ գրավում նկարչության մեջ։ Ես գնում եմ նկարչության 3 տարի, շատ եմ սիրում նկարչությունը։ Ինչ ես նկարում։ Մեզ նամազությունը նկարում եմ նատյուրմորտներ, բայց մեկ-մեկ լինում է, որ նկարում եմ գծանկար, հեքիաթներ, տարբեր խաղերից եւ մուլտֆիլմներից նկարներ։ Իսկ դասերի ժամանակ ես միայն նկարում, թե տանը եւս վերցնում ես։ Տանս եւս վերցնում եմ շատ մեծ ժամանակ եւ սաղորը կարող է նստած նկարեմ։ Ահա, իսկ քո նկարները առաջինում ես ցույց տալիս։ Առաջին նկարները ցույց եմ տալիս ծնողներիս, հետո ընկերներիս։ Իսկ ինչպիսի արձագանքներ են։ Ասում եմ, որ շատ գեղեցիկ է, իմ տարիքի համար շատ լավ նկարում եմ։ Անկեղծ ես հավելեմ, որ Եվան այն եզակի մեր աշակերտներից է, որը հետ սիրում է ակադեմիական նկարչությունը, ակադեմիական մատուցմամբ, նատյուրմորտեր եւ նատյուրմորտից արդեն։ Ահա, եւ ես կարծում եմ, որ ինքը ունի բավականին լավ ապագա այս ասպարեզում։ Սիրուն Մարիա, դու ինչ ես սիրում նկարել։ Գծանկար։ Ահա, դու ավելի լուրջ ես, քան մենք պատկերացնում ենք։ Քանի տարի է նկարում ես։ 3 տարի։ 3 տարի։ Դու եւս տանը նկարում ես, թե միայն դասերի ժամանակ։ Տանն եմ նկարում։ Էլի գծանկարներ։ Տարբեր։ Տարբեր։ Իսկ ընկեր Քրիստինեն քեզ ինչ է սովորեցրել։ Ընկեր Քրիստինեն ինձ տարբեր բաներից է սովորեցրել, էլ գծանկար, ամեն ինչից։ Ամեն ինչից սովորեցրել է։ Իսկ խիստ է, բարկանում է, բարի է։ Այո։ Շատ լավ։ Բացի, քանի որ փոքրիկներից գիտեմ, որ նախ սկսենք նրանից, որ 4 տարեկանից է ընդունելությունը ստուդիայում, կան նաև մեծահասակներ։ Այո։ Ինձ հետաքրքիր է տարբերվում է աշխատանքը փոքրիկների եւ մեծահասակների հետ, թե միևնույն է ջերմությունը, սերը երբ կա, ամեն ինչ ստացվում է։ Միանշանակ, ուրեմն տեսեք, ինչպես ես շատ հաճախ ասում եմ եւ նույնիսկ կատակում, որ մեզ մոտ ընդունելությունը 4 տարեկանից է մինչեւ անվերջություն, ուրեմն շատ հետաքրքիր դեպք ենք ունեցել, երբ սկզբից թորնիկը եկավ, հետո մայրիկը անընդհատ գնում էր հարցրեց, արդյոք մեծերի խումբ ունենք թե ոչ, ես ասացի, այո, իհարկե ունենք առանձին խումբ, սկսեց հաճախել մայրիկը եւ մի քանի օր անց տատիկը։ Երեխաները վարակում դուք պատկերացնում եք, հա, ու ես անկեղծ ասած միջավայրը մեզ մոտ փորձում ենք մաքսիմալ ստեղծել ազատ միջավայր, որովհետեւ այստեղ շատ հոգեբանական պահ կա։ Երեխաները պետք է չլինեն լարված,
բնականաբար այդ խստությունը պետք է ճիշտ մատուցել, հա, ես չեմ ասում, որ լրիվ ազատով ինչ ուզում, ոչ, բայց մեզ մոտ երեխաները գալիս են եւ նույնիսկ տուն չեն ուզում գնալ, որովհետեւ իրենք ազատ են, որովհետեւ իրենց շատ կարեւոր է յուրաքանչյուր երեխայի հետ աշխատել անհատապես։ Ես միշտ ընկեր Կրիստինային, ընկեր Աննային, հա, նախ ասեմ, որ բարեբախտաբար շատ լավ թիմ ունեմ եւ այդ իմ խստապահանջությունը, այսպես ասած, մեր հայացքները համընկնում են։ Հավանաբար երևի դա է հենց արդյունքը, որ մենք ստանում ենք նման արդյունք, նման արձագանքներ։ Եվ հետաքրքիր ցուցահանդեսին ինչպես եք նկարները ընտրել։ Հեշտ էր, թե կային շատ գեղեցիկ աշխատանքներ, բայց կար քանակ որոշակի, որի մեջ պետք էր տեղավորվել։ Վերջին ժամանակներում ստուդիան հաճելի աժոտաժի մեջ է, դա երկարատև պրոցես է ընտրել նկարները, որովհետև մենք ներկայանում ենք շուրջ 1 տարվա աշխատանք պետք է ներկայացնենք ու այդտեղից ֆիլտրել ամենալավը իրականում բարդ է ու մենք այդպես շարում ենք, պրասմոտր ենք ասում դրան, հավաքվում ենք երեքով, որոշում ենք թե որ նկարով երեխան ավելի լավ ոնց որ կարտահայտի իր ամբողջ տարվա աշխատանքը։ Ընտրում ենք այդպես 1, 2, մինչև 3 նկար, առավելագույնը կարծում եմ այդքանով, բայց մի բան էլ ասեմ, որ ցուցասրահների հետ կապված միշտ փորձում ենք ընտրել ամենալավ տարբերակը, որ մեր երեխաները հպարտանալու առիթ ունենան։ Այս անգամ ներկայանալու ենք ժամանակակից արվեստի ցուցասրահում, անցած տարի եղել ենք նկարիչների միությունում։ Կարծում եմ դեռ իրանք այս տարիքում չեն հասկանա դա ինչքան մեծ առավելություն եւ հպարտություն է, բայց մեծանալուն զուգահեռ, երբ որ ասեմ, որ արդեն նման մեծ ցուցասրահներում ներկայացել են, մեծ պատիվ կլինի իրենց համար, մենք ջանք ու եռանդ ասեցի չենք խնայում եւ այս տարի էլ հերթական անակնկալը մեր երեխաների համար մատուցելու ենք, դա ավանդույթ է, այնպես որ սպասեք այդ օրվան, ձեզ էլ սիրով հրավիրում ենք ամսի 3-ին ներկա լինելու այդ գեղեցիկ օրվան։ Ես կարծում եմ իրենք լավ էլ հասկանում են, բայց առաջին հերթին հիմա ծնողների հպարտությունը կլինի հետանալ իրենց։ Հավելեմ, որ այս տարի շատ հետաքրքիր համագործակցություն ստացվեց ժամանակակից արվեստի թանգարանի հետ եւ այստեղ մեր հայացքները համընկան, որովհետեւ բնականաբար փոքր տարիքի երեխաների համար մեծ պատիվ է նման միջավայրում, որտեղ պատերը շնչում են արվեստ, ներկայանալ եւ դա միանշանակ շատ արդեն լուրջ քայլ է եւ ես սիրով հրավիրում եմ բոլորին ներկա գտնվելու հունիսի 3-ին ժամը 18:00-ին ժամանակակից արվեստի թանգարան։ Այդ օրը պատերը կլռեն, գույները կխոսեն եւ կխոսեն անկեղծ պարզ լեզվով։ Մեզ մեծերի շատ անգամ անհասկանալի, բայց այդ հենց պարզ անկեղծ երեխաների ձեռքով է գրվում մեր ապագան։ Սիրով հրավիրում եմ բոլորին։ Այո, եւ մաքրությունը հենց իրենց մեջ է, այնպես որ սիրով ես ինքս անձամբ կլինեմ, վստահ եմ հեռուստադիտողներին եւս շատ հետաքրքրեց։ Ես մաղթում եմ մեծ հաջողություններ ձեր թիմին եւ մեր գործընկերոջ Իջևանի գինու գործարանի կողմից ուզում եմ նվիրել սպիտակ սափոր գինին, որպեսզի ցուցահանդեսից հետո տոնեք։ Շնորհակալ ենք շատ, շնորհակալ ենք եւ ստեղծագործական ոգեշնչման համար իդեալական տարբերակ է։ Շնորհակալություն նաեւ ձեզ, ես ձեզ մաղթում եմ օրվա լավ շարունակություն։ Շնորհակալ ենք ձեզ նույնպես։ Կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։